Բարի օր ժողովուրդ ջան, իմ երեկվա եթերը ինչ որ դժգոհություն է էլի առաջացրել Պարզա Ռոբերտ Քոչարյանի աջակիցների մոտ։ Ես ամենայն հարգանքով բոլոր քաղաքական ուժերի աջակիցներին կապ չունի Քոչարյանին կլինի Փաշինյանին թվում։ Միևնույն է, ես ինչ տեսնում եմ դրա մասին եմ խոսում, ասելու եմ իմ կարծիքը, բայց որպեսզի դժգոհ չմնաք եւ ինձանից չնեղանաք, ես պատրաստ եմ հիմնավորել ամբողջությամբ, թե ինչու եմ ես այսօր ուրախ, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է եւ ինչու եմ այսպես ասած հույսով, որ այն ինչ որ վերցրել է պետությունից, հետա վերադարձնելու պետությանը։ Ընկերներ ջան, Ռոբերտ Քոչարյանը ես 3 տարի շարունակ ասում էի, որ ինքը ամեն ինչ կազմակերպած է արել 2008 թվին իշխանությունա տվել եւ իրանց այդ հալանածը պետությունից ձև չկար, պետք է պահեին, ում պահեին, պետք է վստահելի մարդու տար իշխանությունը, ում հետ այդ ճանապարհը անցել է, Թալանի ճանապարհը, Սերժ Սարգսյանի հետ է եղել, միշտ Սերժ Սարգսյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի ենթակա պաշտոնում։ Եվ չի կարա Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը հետ փոխանցի Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը իր ենթակա պաշտոնում չի աշխատել ու իրան չի լսի։ Եվ չկար մեկ ուրիշ մարդ, ով որ իրանից բարձր աշխատել է, այսպես ասած, այսինքն կային մարդիկ, որ բարձր աշխատել են, իրանց էլ տալը սխալ է։ Պետք է իրան վստահելի մարդ տալ։ Ինչի համար ինքը փոշմանել է, չէ՞ հետո։ Այս վերջերը մի քանի ամիս առաջ հարցազրույցում, եթե չեմ սխալվում, ռուսական հեռուստաալիք է, Խոստովանում ասում է, ես ժառանգորդի հարցում փոշմանել եմ, որ փոխանցել եմ Սերժ Սարգսյանին։ Ինչի, որովհետև Սերժ Սարգսյանը միտեղ փրկել է իր անունը դավաճանի, ազգակործանի, պետություն քանդողի անունը Սերժ Սարգսյանը փրկել է, սրբագրել է Ռոբերտ Քոչարյանին, բայց միտեղ էլ այնպես է ստացվել, որ ինքը լիքը ֆինանսներ է կորցնում, ինքը իշխանություն է կորցրել, ազդեցություն է կորցնում երկրում, եւ վերջը հələ չգիտենք, Փաշինյանի ասած կարող ամսի 1-ին սպասեն, տենան թոշակը երբ է նստում։ Տենանք ինչքանով է ճիշտ։ Չգիտեմ, Փաշինյանը մի քիչ սիրում է լավ զրույցներ անի, 8 տարի արել է, բայց լիարժեք չենք տեսել այդ խոսքերը իրականություն դառնա։ Այս անգամ հույսով ենք, որ իրականություն կդառնա։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս, որ ասում եք, այսպեսի հարց է առաջացել, ասում են Գևորգ, Ռոբերտ Քոչարյանի օրոք Ղարաբաղը կար, մենք Ղարաբաղում ապրում էինք։ Դե մեր Ղարաբաղցի եղբայրներից, քույրերից են այդ զրույցներ անում, բարձա։ Ղարաբաղ ապրում էինք, Ղարաբաղ գնում գալիս էինք։ Ես ձեզ հարց եմ տալիս, խի Նիկոլի օրոք դու Ղարաբաղ չէիք ապրում։ Հիշեցնեմ 2018-ից մինչև 2020 թվականը Նիկոլի օրոք էր ու դուք Ղարաբաղում ապրում էիք։ Ավելին ասեմ, մարդկանց որ հարցնում էիր, ասում էիր կյանքը Նիկոլի ժամանակա լավացել Ղարաբաղ, թե Նիկոլից առաջ էր լավ։ Մարդ կար ասում էր ես սոված մի կերպ էի ապրում, Նիկոլի օրոք ես ամիսի միլիոն փող էի կարող աշխատեի։ Կոնկրետ մարդը վարորդ էր, այսինքն ինչ որ գործ էր բացվեց Ղարաբաղ, լիքը աշխատանքներ։ Վերջը, բայց կենցաղային հարցերը, սոցիալական, ֆինանսական հարցերը, երկրի ներքաղաքական հարցերը, սա մի կողմ է, արտաքին քաղաքականությունը եւ Ղարաբաղի կոնֆլիկտը դա մի կողմ է։ Սրանք տարբեր հասկացություններ են։ Կարող է, ուզում եմ ասեմ, Ռոբերտ Քոչարյանի օրոքել է եղել ինչ որ դրական բաներ է Ղարաբաղում, դա ինձ չի հուզում, դա ինձ ընդհանրապես չի հանգստացնում։ Այդ թվում Նիկոլ Փաշինյանի 18-ից 20 թիվը կառավարումը ինձ չի հետաքրքրում, ինձ չի բավարարում, ես դրանով չեմ սահմանափակվում, ասեմ դե լավ ապրում էինք էլի, միլիոն փող էինք աշխատում, ոնց որ այդ մարդն ասում, ոնց որ էլի լիքը ասողներ կան, ինչու զինծառայողներն էլ էին գո աշխատավարձերը լիքը բարձրացավ։ Ինձ միայն ու միայն հետաքրքրում էր, թե Արցախի հարցը ինչպես կարող էին լուծեին, որ չգար այս օրը։ Իսկ ես այս օրն էի տեսնում, ինչքան ուզում էի խորանայի, հասկանայի, ինչ արել Ռոբերտ Քոչարյանը, ինչ արել Սերժ Սարգսյանը, եւ ուրա գնում իրանց գծած ճանապարհը, ես տեսնում էի, որ այդ գծած ճանապարհը գնում է կործանում։ Ու երբ որ կործանումը մոտ էր, Սերժ Սարգսյանը շատ լավ բան արել։ Տվել է իշխանությունը թույլ է տվել ուրիշի ձեռնանցի, փրկելով դրանով Ռոբերտ Քոչարյանի անունն է։ Դուք պատկերացնում եք, մնար իշխանությունը Սերժ Սարգսյանի ձեռը, իսկ պատերազմը կախված մեր գլխին։ Պարտությունը ուներ երկուսը միասին խաղադաշտից դուրս էին գալիս։ Երկուսն էլ մեր քաղաքական խաղադաշտից դուրս էին գալիս։ Իրանց միայն փրկությունը, իրանց անունները հասարակության մի մեծ շերտի մոտ պաշտպանելու, որ իրանք հերոսներ են։ Ամենաճիշտ քայլն է արել Սերժ Սարգսյանը, գիտակցելով ինչ է սպասում իրանց գլխին իշխանություն ազիջել։ Նույնիսկ ես Սերժ Սարգսյանի փոխարեն նեղանում եմ էլի Ռոբերտ Քոչարյանից, որ ինչու ես ասում փոշմանել եմ կտակը տվել եմ իշխանության կտակը տվել եմ Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանը քո անունը փրկել է, որովհետև
Եթե չտար իշխանությունը Նիկոլ Փաշինյանին, պատերազմը լինելու էր, էլի նույն process-ները լինելու, էլ չեմ ասում կարող 20 թվին ճակատագիր ամբողջությամբ որոշվել Ղարաբաղի, ոչ թե 3 տարի էլ հələ ձգձգում էին Փաշինյանը ամեն կերպ ուզում էր, որ ընդ հող մնար բանակցելու, բանակցությունը մնար արցախցիների ինձ ու ինչ որ մի ճանապարհ գտնեին ախալ քաղաքի կարգավիճակ ձեռք բերեին եւ այլն եւ այլն։ Լավ, ժողովուրդ ջան, եթե չեք հավատում իմ խոսքերին, այդ մեր արցախցի եղբայր քույրերը, որ նեղանում են, ասում են Ռոբերտ Քոչարյանի անունը, մի տուր իր ժամանակ Արցախ կար։ Հասկանում եք դուք 2008 թվին մարդկային կյանքերի գնով Արոն թափելով սեփական երկրի մայրաքաղաքի ներսում հրապարակում։ Դուք հասկանում եք, քանի սպեցնազից զորք են բերել, բանակից օֆիցերներ են բերել, չգիտեմ։ Ղարաբաղի, այսինքն պաշտպանությունը այդքան կարևոր չէ սահմանների։ Սա ձեզ բան ասում։ Ղարաբաղի սահմանամերձ գնդերից մեր կոնկրետ որտեղ ես ծառայել եմ, ես 2008 թվի հունիսի 23-ին եմ գնացել ծառայության։ Դեպքը տեղի է ունեցել մինչև իմ ծառայությունը մարտի 1, այսինքն մի 3 ամիս առաջ։ Ես որ գնացել եմ ծառայության, իմ հետ ծառայող տղերքը արդեն որ ինձանից մի 6 ամիս մի տարի առաջ ծառայում էին։ Ինձ պատմել էին, որ Գևորգ դու տենայր, ըստե ինչ վիճակ էր, զորքը ըստե պոստերից իջեցրել են, բան են արել, բոլորին չէ՞ էլի, մեկ-մեկ թողել են պոստում, ինչ որ չգիտեմ, չեմ կարող հաստատ բառերը հիշել պատմածների։ Բայց Ղարաբաղի սահմանները թույլատրել են հանուն Երևանը իշխանություն պահելու համար։ Շատ իր լսեք ինչ եմ ասում։ Հետո չնեղանաք ինձանից, ասեք, բայ ինչեր ես խոսում։ Ինչեր եմ խոսում, սահմանն է կարևոր, թե վլաստը։ Բաս մեկ ինքը հայրենասեր Արցախ պահողը, Արցախ պահողը ինչպես կարող է սահմանը թույլատրի։ Բա հուսում վրա է դրել։ Կարող է Ալիևի հետ խոսացել, ասել իշխանություն պահելու համար։ Նայ, սահմանից դղերքը իջեցնում ենք։ Ալիև, նայ պայմանավորվում ենք, նայ հարձակում, բան չսկսես։ Մեզ էս պահին կռիվ պետք չի։ Պետք է իշխանություն պահենք։ Լիարժեք թույլատրենք երկիրը, երբ որ լրիվ թույլ լինի իշխանությունը կտանք մեկ ուրիշին, կռիվը կսկսես հեռնել անիծած բոլորի։ Կարևորը մենք ստե իշխանությունը պահում ենք, մենք Պուտինի մոտիկ մարդիկ դու էլ չես Պուտինի համար ուրիշ։ Հասկանում եք ինչա կատարվել։ Զորքը հանես սահմանից բերես Երևան, իշխանություն պահես։ Լավ, բարով։ Արել եք։ Ստացվել է, չէ՞։ Մարդկային կյանքեր եք խլել, բան իշխանությունը պահել եք, փոխանցելով Սերժ Սարգսյանին։ Արա եթե ձեր մոտ ստացվել է։ Ինչու՞ չեք նույնը փորձել 18 թվին։ Դե պարզ պատասխանել կա, ասма Գևորգ, այդ ինչ զորույցներ ես անում, ոնց փոխանցեք։ Բարտեն թալանելու բան չկար։ Պահենք ինչ անենք, պատերազմին մնացել է 1-2 քայլ որ սկսել։ Պահենք իշխանությունը ինչ անենք։ Բա հենց մենք այդ էինք ուզում իշխանություն փոխանցենք, պրծնենք այդ բերից։ Ու իրանք պրծան այդ բերից միամիտ, այսպես ասած, վարդագույն ակնոցներ դրած, չգիտեմ, մոլորված, քաղաքականապես ոչ այդքան խորացված հասարակության աչքի դեմը։ Իրանք փրկվեցին, հա, հասարակության մի հատվածը ասում է, որ իրան ժամանակ կռիվ չի եղել։ Բայց այս ինչ որ պատմում եմ, հասարակությունը դա մի մասը չի ընկալում, չի հասկանում ինչա նշանակում սահմանից զոր կանել բերես Երևան, իշխանություն պահելու համար մի ժամանակաշրջան, երբ որ թալանելու բան կա երկրում։ Եվ ինչա նշանակում, երբ որ նույն բանը կարաս անես, եթե իշխանություն կորցնելը ինչպես դուք եք ասում, եվրոպացիներն են այդ վլաստը բերել, Սորոսն է բերել, ծախվածներ, դավաճաններ, արա դուք եք դավաճանը, եթե դուք թույլ եք տալիս դավաճան իշխանություն գա վլաստի։ Բայց ես ասում եմ դավաճան իշխանություն չի, կավության նող ազա։ Իրանք եկել են երկիր փրկելու համար, բայց պարզվել է որ երկիրը արդեն կործանված է։ Այդ ո՞նց է լինում։ Այդ հարցին ուզում եք պատասխանեմ։ Հետո որ ռակից նույն օրը մահացել։ Կարակ ասեք որ մարդը ռակ է անգել, նույն օրը մահացել է։ Ամիսները չէ տևում, 6 ամիսա, մի տարի է, 3 տարի է, նայես ինչ աշճանի է։ Բայց ռակը 98 թվից Հայաստանի կոկորտին կանգնած էր։ Ռոբերտ Քոչարյանը, որ քաղաքական իմաստով, ռակեր էս պետականությանը։ Ուղիղ ասում եմ, չմտածեք, հա Ղարաբաղցիա բախիա իր Ղարաբաղցուն պահում։ Ինքը խիա ինձ թողել մենակ։ Ինքը բլոկադի ժամանակ քանի անգամ է զանգել մեր ընդ տեղի իշխանություններին, հրահանգներ տվել, այսպես արեք, այնպես արեք, որ իրավիճակը փրկվենք։ Ինչու՞ չի հելել եկաշրջափակման ժամանակ ընդ։ Ավելին ասեմ, 23 թվից չենք խոսում։ 2013 թվից ենք խոսում, ինչու 13, որտեղ Սերժ Սարգսյանի 5 տարվա կառավարման մեջ Ռոբերտ Քոչարյանը դժգոհություն է հայտնել։ Ես լավ հիշում եմ։ Հա երիտասարդ եմ, բայց եղել, բայց լավ հիշում եմ, 23 տարեկան եմ եղել։ Ռոբերտ Քոչարյանը ինտերվյու ա տվել, ասել է, որ սխալ բաներ է անում Սերժ Սարգսյանը։ Կոնկրետ պարլամենտական երկիր սարքելու թեմայով էր, կառավարման մասով էր։ Մի պատկերացնում եք երկուսն էլ վատ կառավարիչ, բայց Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի կառավարմանն էլ էր դժգոհ։ Չէր հավանում։ Հասկացաք։ Բա որ չէր հավանում, պարոն Ռոբերտ Քոչարյան։ Հերո էր Ղարաբաղը։ Թե ձեր քարի տակ էր, չէր կարող 2 լիտր բենզին լցնել, հասնել Ղարաբաղ, սկսեիր այն ինչ որ սկսել ես իբր թե 2000
1988 թվին։ Բայց գնայր իմանալով որ Սերժ Սարգսյանը քանդում է երկիրը, դու էլի փր Ղարաբաղից հա քո ֆունդամենտը, քո հիմքերը, քո ամրությունը, որպես քաղաքական կերպար ձևավորվել է Ստեփանակերտում, գնայր ընդ նորից ցույց տայր որ ես էլ ձևավորվել եմ զրոյից ու ցույց եմ տալիս որ ես ինչեր եմ անում։ Ղարաբաղը ես կարող եմ պաշտպանել։ Վերցներ իշխանությունը։ Ոչ, հարգելիներս, դուք ի սկզբանե 1994 թվից էլ հաղթանակի կամ այսպես ասած զինադադարից հետո էլ վստահ էիք, համոզված էիք, գիտակցում էիք, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվի իօքուտ հայ ժողովրդի, իօքուտ Հայաստանի, իօքուտ Արցախի հայության, ով ձգտում է միասնություն Հայաստանին։ Թեկուս ինքնուրույնություն, թեկուս անկախություն, դրան էլ էինք համաձայն, եթե Արցախը անկախ պետություն ուներ ու երկու հայկական պետություններ նույն լեզուն, այբուբենը, նույն դրամի շրջանառությունը, նույն գիրգրականությունը, այսինքն ես օրինակ կուզեի 4-5 հատ էլ հայկական պետություններ ըլներ այս տարածաշրջանը, մեկս մյուսին թիկունք, կենտրոնական մի հատ ըլներ օրինակ ընդհանուր Հայաստանի ընդհանրեք կենտրոնական հայրենիքը, պետություն, Ղարաբաղ, Հյուսիսային Ղարաբաղ, բանալի Հայաստան, Հարավային Հայաստան, Արևմտյան Հայաստան, ասես մի 4-5 պետություն ըլներ, ես դրան դեմ չեմ, բայց դուք ոչ այդ կարացիք անեք, ոչ կարացիք միացնեք Հայաստանին ու 2001 թվականին Ռոբերտ Քոչարյան Ստամբուլում որ գնում ես Թուրքիայի հետ պայմանավորվում եք, որ հա դուք չեք քննարկելու Արցախի անկախության հարցը, այլ քննարկում եք արցախցիների լինելիության ընդե ինքնորոշման հարցը, այսինքն ինչ որ ստատուսի մասին եք քննարկում։ Իսկ այդ ստատուսը տարիների ընթացքում իջնում է ու եկել է այն աշխարհի, որ արդեն 2016 թվին Կազանում Սերժ Սարգսյանը արդեն իբր նախագահ խնդրում էր, որ 7 շրջանները համաձայնահանեն եւ այդ հարցերը խաղ լուծեն, Սերժ Սարգսյանն է պատմում, ասում է последний момент Հեյդար Իլհամ Ալիևն согласился։ Նստում է самолетը թռնում գնում Բաքու։ Բայց ձեր մոտ պատասխանը ավտոմատ կերպով ի հայտ չի գալիս, ինչու Ալիևը հետ գնաց Բաքու չհամաձայնեց 7 շրջանի, որտեղ վստահ էր, որ 7 շրջանից բացի կարող են 5-ն էլ գրավի։ Եվ այդ իսկ պատճառով 2020 թվականին, երբ որ հոկտեմբերին ուզում էին պատերազմը դադարեցնեին, ասում են դե Շուշին էլ տվեք դադարեցնենք, ինքը վստահ է, որ չդադարեցնես էլ Շուշին կարող է ինքը զենքով գրավի։ Որովհետև մենք մնացինք գերանդինների եւ բահերի դարաշրջանում, իսկ իրանք անցան արդեն տեխնիկայի դարաշրջանի, որ սենսորնիա թվայինա, որ արդեն տեխնոլոգիա է, որ օթում են կրվում, պուլտով են, ջոյստիկով, հեռակառավարման վահանակով են կրվում, իսկ մեր տղերքին, մեր այդ ուժեղ տղերքին ինչ էին խաբում, կապ չունի, թուրքը զենք առել, թուրքեն ժամանակ էլ զենք ուներ 90-ականներին, տղեր, մեր մեջ հայ գենին հաղթել չկա, արխային AK-74-ը վերցրեք, բարձրացեք պոստեր։ Հա, դե մի երկու տեսակ էլ կար, գրանատամյոտեր, չգիտեմ, նռնակներ, AK-M-էր, չգիտեմ, RPK-էր, պուլեմյոտեր, SVD-էր, չգիտեմ, sense տարբեր զինատեսակներ կա, նես չի որ մենք չենք ծառայել, չգիտենք ինչ ունեինք, շատ լավ էլ տեղյակ ենք։ Հա, այդ ինչ ունեք դրանով բավարարվեք, տղեկ ջան, ձեր դուխին մատաղ, ած ձեզ հաղթող կլինի, դուք Տիգրան Մեծի թորներն եք, դուք Հայկ Նահապետի թորներն եք, դուք Գարեգին Նժդեհի հետնորդներն եք։ Այսպիսի խոսակցություններով ժողովրդին հանգստացրել են, թուլացրել են եւ քիչ մարդեր ինպես օրինակ հասկանում որ այախբեր ոչ խելքն է, ոչ դուխն է կարում հաղթի ժամանակակից տեխնոլոգիայի սպառազինությանը։ Ընկերներ ջան, երբ որ հիմա Ռոբերտ Քոչարյանի մասով ես ինձ լավ եմ զգում, ասում եմ ձեր փակալել են, թող սա վերադարձի։ Ինչ եմ ասում, առողջություն եմ մաղթում Ռոբերտ Քոչարյան։ Հո ես իրան մաղ չեմ ցանկացել, հո չեմ հայհոյել, հո չեմ անիցել։ Մեղավոր ես, հանցագործություն ես կատարել քո պետության առաջ, քո ժողովրդի առաջ։ Թալանած ունես, ապօրինի գույք ունես ձեր բերած, ապօրինի ֆինանսներ ունես ձեր բերած բյուջեից։ Խնդրեմ վերադարձրու քեզ էլ երկար տարիների կա, 100 տարուց ավելապես։ Թե քո պատճառով ինչքան կյանքեր գնացին։ Ես այդ նույն անեսքը քեզ չեմ տալիս։ Ես անեսք տվող չեմ, կարող է ուրիշները անեսն անասին, թաղեմ քեզ, էսեն, որ մեր երեխեքին քո պատճառով կոտորեցին, դա զոհվածի ծնողի կամ դժված մարդկանց միգուցե սրտի խոսք կլինի։ Ես որպես քաղաքական սառը դատողությամբ եմ մոտիկանում։ Գողացելիս կբերես նորից տնես տեղը։ Այսքան ժամանակ դուք ունեիք 8 տարի է։ Դուք պետք է ապաշխարեիք քաղաքական իմաստով։ Իսկ ապաշխարությունը ինչպես է նկարագրվում։ Քո զեմլակները 120,000, ես էլ իրաց մեջ ասում եմ, ես ասում դուք արցախցիներ, որտեվ ես ասում եմ դուք արցախցիներ երկրպագող Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ ես երկրպագող չեմ Ռոբերտ Քոչարյան, դրա համար ինձ հանում այդ արցախցիների շարքից, բայց եթե բնակավայրի ծննդավայրի մասին է խոսքը, իհարկե ես էլ եմ արցախցի։ Հիմա ես ինչպես օրինակ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանեմ, որովհետև բան եմ,
Ղարաբաղցի մեկնել է Ղարաբաղցի։ Իսկ կան Ղարաբաղցիներ, ասում են Գևորգ, լավ բան չես անում, ինքը մեր Ղարաբաղցին է, պետք է պաշտպանես։ Ես ասում եմ, կարող է մենք Ռուսաստանում ենք գտնվում, կամ Ֆրանսիա, մեկ այլ պետությունում ենք գտնվում, ասում ենք մեր հայրն է, Զեմլակն է, պաշտպանենք։ Մենք գտնվում ենք մեր հայրենիքում, մեր ծննդավայրն է էլի, այս կապ չունի, որ քո գյուղում չես։ Սա մեր հայ ազգի ծննդավայրն է։ Մեծ է եղել, փոքրացել է, ավելի է փոքրացել, հիմա էս է, ինչ կապ ունի։ Հիմա ընկերներ ջան, ապաշխարությունը Ռոբերտ Քոչարյանի ընկերներ, որ 120,000 բնակչությունը եկել է լցվեց, թե իր ունեցվածքից տեղտար մտնեին ապրեին, հյուրանոցները դատարկ էր տուրիստներից, չնայած պատերազմի օրերին տուրիստները սաղ փախած կլնեին արտասահման, չէին մնա Հայաստանում։ Ազատ հյուրանոցներ լիքը կային, այդ մարդկանց պետքա ստե ապահովեին գոնե տնով, որ տենը մեկ այսօր արցախցիներն էլ թեկուզ ինձ ասում են, խի ես իրան կպնում, բայց լեզուները լրիվ պատ չի գալիս, որ հələ մի հատ էլ ինձանից պատասխան հարց պատասխան ունենա, ինչի, որտեղ իրանք էլ են զգում, գիտակցում, հասկանում, որ իրանց հանդեպ այո, ոչ մի ձերքի մեկնում չի եղել, ոչ մի բարի գործ չի արել, ոչ մի օգնություն չի տվել։ Եվ դրա համար էլ ասում են, դե ինչ է վստուպատ անեն Քոչարյանի տեղ, Գևորգին էլ սրա փոխարեն վիրավորենք, մանավանդ ինչի վիրավորեն, ես ինչ եմ ասել, ինչ կա այդ եմ ասել։ Ու ինչի վստուպատ անեն էլի, եթե ձեզ չի օգնել իսկապես։ Բայց եթե օգներ, այսօր կարող է իսկապես դուրս գային փողոցները, ասեին մենք պաշտպանում ենք Ռոբերտ Քոչարյանին։ Ու շատ ճիշտ էլ անում են, գոնե հիմա 3 տարի անց, այդքան իմ խոսալուց հետո գոնե մի բան համոզվել եք, որ Ռոբերտ Քոչարյանը ձեզ չի օգնել։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին իրանք չեն օգնել մի կարևոր պատճառով էլ։ Նախ, եթե դուք փող չեք տալու այդ հյուրանոցում, ապրեք դուք արժանի չեք իրանց համար, դներեք խի պիտի ձեր պատճառով իր գրպանը այդ օրը քիչ փող մտնի, էսի մեկ պատճառ, երկրորդ պատճառ, երբ որ դու անտուն ես, նեղության մեջ ես, դժվարության մեջ ես, քեզ հեշտ է կառավարել է, հրավիրել հրապարակ, շատ հեշտ է։ Էլի կարևոր բաներ, ինչ որ հերրուտեղ հյուրանոց ուներ Ռոբերտ Քոչարյանի կուսակցության անդամներից մեկը Սևանի ափին ոնց որ ասում են դե հյուրանոց են ուզել ժողովրդին որ տեղավորցինի չի տվել ինչի որտեվ Սևանը հերրու է Երևանից երբ որ ասեն արի հրապարակ Սևանից փող չեն ծախսի մարդիկ ելնեն իրանց պետք է Երևանի հարակից բնակավայրերում ժողովուրդը այդ բռնի տեղանած ժողովուրդը մնային դժվար կեցության մեջ անտուն անօթևան սոված որ այդ մարդկանց հեշտ կառավարեն բերեն հրապարակ բայց ժողովուրդ մեր Ղարաբաղի ժողովրդի քասիբը բարձր է չնայեք իրաց մոլորությանը որ քաղաքականապես շատերը մոլորված են բա ասես հավատացել Ռոբերտ Քոչարյանը բանը մեզ կփրկի կպաշտպանի Արցախ հետ կբերի Պուտինին զանգում է Պուտինը ոտի կանգնած է հետը խոսում չէ այս զորույցները իրանք մարդիկ են ֆիլմ են տեսել մնացել են այդ հեքիաթների տակ բայց թասիբի մասով Ղարաբաղի ժողովրդի մեջ թասիբը կապ չունի մոլորությունը դրա համար իրանց չկարեցան էլի այդ իրանց բոլոր խաղերի մասնակից դարձնել դուրս եկողների մի մասն էլ ովքեր դուրս են եկել վստահ են եղել համոզված են եղել որ հա Ռոբերտ Քոչարյանը հարցի կլուծի բայց ես ուզում եմ դուք համոզվեք այս աշխարհը ոչ մեկի աչքերից չի վախենում որ ասում են Ալիևը վախեցել է Ռոբերտ Քոչարյանի աչքերից Ալիևը չի վախեցել Ռոբերտ Քոչարյանի աչքերից ինքը ուղղակի ժամանակ էր ձգում որ հարստանար ուժեղացներ եւ գար գրավել այդ է պատճառը որ Սերժ Սարգսյանի զրույցը որ հասցնում են Ալիևին ու Էրդողանին այդ իմոտ կարե չգիտեմ արժե հրապարակեմ տեսած կլենք աչքով ունգած կլենք լարագրողը հարցնում է ասում է պարոն Ալիև Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահան ասել է մեր սերունդը գրավել է Ղարաբաղը մեր երեխաների սերունդը կգրավի արևմտյան Հայաստանը ուտե ծիծաղում են Սերժ Սարգսյանի վրա հետո ասում են Նիկոլի վրա են ծիծաղում Նիկոլ ընկելա սեղանի տակ ոչ Նիկոլն է սեղանի տակ ոչ Սերժ Սարգսյանն է սեղանի տակ ոչ Ռոբերտ Քոչարյանը ժողովուրդ ջան պետությունների կա կարգավիճակներ Եթե դու ուժեղ ես, ուժեղի դիրքերից խոսել է, ձայնդ բարձր է։ Եթե դու դեռ թույլ ես, քո ձայնը ցածր է։ Այդ է պատճառը, որ այսօր Հայաստանը իր կարգավիճակով հանդերձ իր վարչապետը չի կարողանում շատ ամպագորգոր խոսքեր ասել։ Ասում եմ, ի՞նչ ես ասում Ալիևին կզզնեմ, ի՞նչ ես ասում Էրդողանին սենց գիրքը շպրտես ճակատին։ Ժողովուրդ ջան, դուք հասկանում եք այդ մարդը զգում է իր պետության ֆինանսական, սոցիալական, ռազմավարական եւ բոլոր առումներով ինքը զգում է իր պետության վիճակը։ Եվ գիտակցելով, գնահատելով իր պետության վիճակը, ինքը շարժվում է, քայլում է, խոսում է, այնպես ինչպեսին իր ձեռը կհասնի, իր ոտը կհասնի։ Այն որ խոսակցության բանը ասացված կա, ոտը յորղանը դու յորա պետքա մեկնես։ Հիմա ինչ անի, հելնի ասի Ալիևին կզզնել եմ, հազա պատերազմ բերի, հետո ասե, հա մի երկու օր ասեք, ջան, տեսեք Նիկոլը ինչ ասեց Ալիևին, հետո որ պատերազմը գա ձախորդություններ, անհաջողություններ, փորձանք, տարածքների կորուստ, աղետ լինի Մարդկային զոհերն է հետո սկսեք անիծելը հայհոյելը ասեք բա դու համար մեկ դիվանագետն ես ինչու ես քեզ թույլ տվել տես բան
Այդպես չեք ասել։ Էնա ասում եք խես ասել Արցախ Հայաստանի վեր։ Որտեւ իկնել իր մեջ էլ է եղել այդ գիտեք թե հայրենասիրության ոգին, թե հեղափոխություն եմ կատարել, ինչ չի ստացվել Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, Արտաշես Գեղամյան, Ստեփան Դեմիրճյան, լիքը մարդիկ Վազգեն Մանուկյան, լիքը մարդիկ տարիներ շարունակ ուզում են երկու Ղարաբաղցիներից վլաստը փոկել։ Երևանցիները կոնկրետ այդ որ կառավարությունը Երևանն է։ Կառավարության շենքի մոտ մեծացած, ծնված մեծացած որ ինքը ավելի մոտիկ է կառավարության շենքին, չի կարող կառավարությունը վերցնի ձեռը 400 կիլոմետր հեռավորության վրա հատուկ մարդիկ են բերվել Կրեմլից։ Թե Վազգենի ականջին ինչ եմ սկսացել, չգիտեմ, Վազգենն էլ է մարդեր, սխալական մարդեր, կարող է եկնել է մոլորվել, հավատացել, որ դա է ճիշտ ճանապարհը, հա, բայց չի իմացել, որ ամեն ինչը դրսից կառավարվում է։ Վերջը ընկերներ ջան, դուք կենտրոնացեք ֆիքսվեք այն իմ խոսքերի վրա, որ ես ձեզ ասեցի, սահմանից զոր քանել, բերել հասցնել Երևան, իշխանություն պահելը, դա հայրենասիրություն չի, դա Արցախ պաշտպանել չի, այսինքն թքած ունեն Արցախի վրա։ Եթե այդպես չի, ուրեմն պայմանավորվել է Ալիևի հետ, որ նա այդ չարձակվեց, որպեսզի զորք է միջեցնում արխային իշխանություն ստե պահեն։ Երկրորդը, եթե դուք նորից կենտրոնացեք այդ խոսքից վրա, եթե դուք իսկապես ուզում եք պետություն պահել, ապա 18 թվին էլ նույն կերպ էլի 10 հոգի գնդակահարեք, եթե դուք գիտեիք, որ Նիկոլով պատերազմա բերելու մեր գլխին կորցնելու են Արցախը, էլի 10 հոգի գնդակահարեիր, ապա Ղարաբաղը հետո տաներ միջազգային դատարաններով, միջազգային բոլոր կառույցներով, հաստատեիր, որ հայկական է, միացներ Հայաստանին, հետո պատմության մեջ կգրեք, ասեք հարգելի հայրենակիցներ, այդ դրա համար գնդակահարեցինք 2018 թվականի օրինակ մայիսի 3-ին, որպեսզի պաշտպանենք Արցախը, տեսակ պաշտպանեցինք, բայց ոչ դուք ուզում եք հեշտ ու հանգիստ իշխանությունը տայիք, որպեսզի այն ինչ որ պիտի կատարվի, եթե Նիկոլն էլ, հեսա ես կոնկրետ ասում եմ, եթե այս բռնած գործը ձերբակալություններ բան իբր թե փողերը փոկելու են, հեսա չէ, թոշակի անցնելու ամսի 1-ին նայի թոշակը երբ է գալիս, եթե միջև վերջ չտարավ, կրկնում եմ, հələ ես մնալու եմ այն համոզմունքին, որ Նիկոլ Փաշինյանը կապ ունի բոլոր նախկին իշխանությունների հետ։ Կապը ամեն դեպքում ունի, բայց պետք է հասկանանք ինչպես է այդ կապը, ամուր կապ է, թե ուղղակի հարկադրված կոմպրոմիսներ կան, իրար վրա կոմպրոմատներ կան, որ չեն կարող կոմպրոմիսի գնան, չարահատյալ արդեն սկսում են իրար մոտ տրորել։ Ես բարձր հասկանում եմ, գիտեմ, որ մեկը մյուսից իշխանություն է ստացել, թե փոխանցում ու այլ, թե հեղափոխություն ու այլ, կապ չունի, դու կադրեր ես ժառանգել, դու պետական ինստիտուտներ ու համակարգեր ես ժառանգել, եւ դու չես կարող այնպես անես, որ կտրվես ամբողջության հին մեխանիզմներից, հին համակարգից։ Դրա համար ասում եմ, այո, կապերը ունեն, բայց ես պետք է հասկանամ, որ Նիկոլը միգուցե նույնիսկ պայմանավորվածություններ է եղել իրար մեջ, կապեր է եղել, բայց թող Նիկոլ Փաշինյանը այսօր ջղայնացած այս քաղաքականությունից սկսել է, միջև վերջ հասցնի, մենք տեսնենք, որ անարդարները արդարացիորեն դատվում են, իսկ այն արդարները, ովքեր որ անարդար կերպով դատվել են, արդարացիորեն դուրս են գալիս պատժի տակից։ Հուսով եմ, այնպես որ ոչ միայն Ռոբերտ Քոչյանը, բոլոր նրանք, ովքեր որ իր ժամանակաշրջանում ագահոր են, այսպես ասած, դաժանաբար եւ մեծ վնասներ են հասցրել մեր պետությանը, ես կուզենայի, որ այդ վնասները եւ հատուցեն եւ պատժեն։ Ովքեր որ ուղակի համակարգի զոհ են գնացել, այլ ընտրակ չկար, ինչ որ չափով իրանք էլ են տենց փողեր շորթել, ինչ որ գողություն արել, համակարգ է դե հիմա եթե չանես քեզ էլ համակարգից անում են։ Այդ թեթև հանցագործություններին պետք չի վենդետա, պետք է աչք փակել, զրոյից սկսել ամեն ինչը մաքրել։ Ես ակնկալիք ունեմ, բացի նրանից, որ փողերը վերադարձվելու, գողացված փողերը վերադարձվելու, ուժեղանելու Հայաստանը, ես միայն ֆինանսապես չեմ ակնկալիքս, որ ֆինանսապես հարստանա։ Մենք պետք է մտածելակերպով ազգովի փոխվենք։ Այն մեր ազգի ներկայացուցիչը, այն մեր հայ քաղաքացին, որ Հայաստանում ապրում է, մտածում է բյուջեից գողանա, վաղը ինքը դառնալու է պետական ինչ որ համակարգի աշխատող։ Եթե նրա նպատակն է մտնի կոռուպցիա անի, մինչև հիմա նպատակներ կոռուպցիաներ, նպատակներ մտնել բյուջեից փող գողանալ, նպատակներ, չգիտեմ, դրանով ավտարիցետ վերցնի իշխի իր հարևաններին, իր շրջապատին, իր համագյուղացիներն ու համաքաղաքացիներին։ Այսինքն այն, գիտեք, այն առաջվա մենթալիտետը, այդ յախշիական, այդ իբր թե լավ տղեր, բան է, ձևական լավ տղեր։ Այս մասով ես մեծ ակնկալիք ունեմ, որ կփոխվի եւ իսկապես պետք չի հուսահատվել, ես հույսը չեմ կտրում, հուսով եմ, որ Փաշինյանի այս սկսած գործը ինստիտուցիոնալ, որ ասում են եւ համակարգային փոփոխությունների հասնելու։ Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենից լավ երկրներից մեկը։ Մենք արժանի ենք Շահուր ջան, մենք ունենք անցյալ, մենք ունենք պատմություն, մենք ունենք դարավոր մշակույթ, ունենք քրիստոնեություն առաջին ընդունած երկերն ենք, բայց բառերով ենք ասում, փաստորեն եկեղեցում էլ կան հոգեվորականներ, ովքեր որ
այախբեր իրանց հետաքրքրությունը նաև քաղաքականությունն է, ֆինանսներ, հարստություն, այսպես մաֆիայի նման ընկերներ ջան, դուք էլ հարգելի հոգևորականներ, բռնեք ազնվության ճանապարհը, բռնեք Հիսուսի ուղին, գնացեք այդ ճանապարհով։ Ես աշխարհիկ կյանքով մարդ եմ, ես մեղք եմ գործում։ Ինձ մի տեղ է պետք, որ գամ ապաշխարեմ, որ գամ ձեզ լսեմ, որ ձեր խրատական խոսքով, ձեր քաղցր խոսքով, ձեր ջերմ եւ հավատքով հույսի եւ լավ վերաբերմունքով փորձեք ինձ վատ վիճակից հանեք, բայց պատկերացրեք ձեր պահելաձևը այնքան է ինձ իմունիտետս ուժեղացել, որ ինքս եմ արդեն հանրության մեջ ինչ որ չափով էլ ձեր կատարած գործի չափաբաժին է վերցնում, որ ասում է շաշը չի ամաչում, շաշի տերն է ամաչում։ Հիշում եք Ռոբերտ Քոչարյանից տես խոսք լսել եք, չէ՞։ Տես մեր բարբարով տես շաշը չի ամաչում, շաշի տերն է ամաչում։ Հիմա հոգևորականը իր պահվածքում ես տեսնում չի ամաչում, որ ինքը պետք է հոգևոր ճանապարհը զարգացնի ուղին դեպի Հիսուս տանի ժողովրդի, այլ դրած ջիպերի, բիզնեսների, կվարտիրաների, բան sense հարցերով են զբաղված։ Ներողություն եմ խնդրում, եթե իմ խոսքերի մեջ ինչ որ մեկին անձնապես վիրավորանք հասցրի, իմ նպատակը, իմ էությունը չի վիրավորանք հասցնել։ Ես անկեղծ ասած, ես չի ուզի որ ոչ մեկի ընտանիքը լացեր ցավեր։ Ես չեմ էլ ուզում որ այն ընտանիքները, հայ ընտանիքները, որ դուժվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, բան, ես չեմ ասում, դե Ռոբերտ Քոչարյանի ընտանիքները թող դուժվի իրանց նման, թող վրեժով չի, մենք բայց այսպես ասած պատասխանատվությամբ լինենք լծված։ Վրեժը մեզ պետք չի հայը հայի հանդեպ։ Եթե Ռոբերտ Քոչարյանն էլ իր գործունեության մեջ լիքը բաց թողումներ, սխալներ, հանցագործություններ ա կատարել, թող օրենքի շրջանակներում պատժվի, թող օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվի։ Վրեժը թող լուծի Աստված, եթե համարում է։ Մենք ժողովուրդը չպետք է լծվենք վրեժով։ Մեր վրեժը պետք է լինի միայն ու միայն մեր պետականությունը պաշտպանելու գործում, այն էլ ոչ թե անպայման պատերազմի միջոցով վրեժ լուծենք, այլ եթե մենք ապրենք մեր երկրը, ուժեղացնենք մեր երկիրը, մենք դրանով արդեն վրեժ ենք լուծում մեր ճուզողներին։ Իսկ մեր ճուզողները շատ են։ Անունները չթվարկեմ, քանի պետություն կա։ Ու զարմանալու բան չկա, ոչ մի պետություն պարտավոր չի քո լավ ուզի, քո հզորանալու ուզի, դու պետք է առաջինը ուզես ու զբաղվես ու աշխատես այդ ուղղությամբ։ Լավ մնացեք, բոլորիդ հաջողություն, լավ օր, Աստված Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի սպասարկան։